Արհեստական բանականության համակարգերը օրեցօր դառնում են ավելի հզոր։ Շատերը ասում են, որ իրենք արդեն հասել են իրենց հնարավորությունների սահմանին, բայց մի հավատացեք դրան։ Եթե այդ GPT համակարգերը, որոնք մեզ հետ են զրուցում, ինչպես ChatGPT-ն եւ մնացածը, միգուցե արդեն բավականին հասունացել են եւ այլևս իրենցից նոր հրաշագործություններ սպասել պետք չէ, ապա դրանց յետևում զարգանում են այլ համակարգեր, շատ ավելի հետաքրքիր եւ զանազան, որոնք իրենց հետ կբերեն զարմանահրաշ նոր հնարավորություններ, որոնց պետք է հաստատ ակնկալել։ Սակայն այսօր մենք չենք խոսելու ընդհանրապես արհեստական բանականության մասին, մենք խոսելու ենք նրա մասին, թե ինչպես կարող են ուսուցիչները կիրառել արհեստական բանականություն իրենց աշխատանքում եւ ինչպես իրենք կարող են այդ շատ հզոր եւ շատ կարող գործիքների միջոցով շատ հեշտացնել իրենց աշխատանքը եւ իրենց արդյունավետությունը բարձրացնել։ Որպեսզի ցանկացած մարդ, ինչպես նաև ուսուցիչը, կարողանա արդյունավետ կիրառել որևէ գործիք, նա պետք է հասկանա, թե այդ գործիքը ընդհանրապես ինչպես է աշխատում։ Առանց դրա շատ դժվար է պատկերացնել, ինչպես արդյունավետ կիրառել գործիքը։ Այդ պատճառով իմ խոսքի ներածությունը ես կնվիրեմ հակիրճ ներկայացնելուն, թե ինչպես է աշխատում ChatGPT-ի նման համակարգը։ Ձեր գլուխ երկար չեմ տանի։ Դա երկար պատմություն է։ Ուղղակի գոնե ամենահիմնական բաները դուք պետք է հասկանաք։ Ուրեմն ինչ է անում ChatGPT-ն։ Դա մեծ տվյալների շտեմարան է, որը ոչ թե իր մեջ պարունակում է ամբողջ գիտելիքը, որը կա աշխարհում, այլ այդ գիտելիքից դուրս բերած որոշակի օրինաչափություններ։ Նա տիրապետում է ոչ թե փաստացի գիտելիքին, այլ այդ գիտելիքի մասին բազմաթիվ տեղեկույթին, որը նա կարող է կիրառել, որպեսզի բարելավի ցանկացած տեքստ, տա ցանկացած խորհուրդ, տրամաբանի, մտածի եւ անգամ վերարտադրի այն սկզբնական գիտելիքը, որից նա դուրս է բերել այդ օրինաչափությունները, եթե այդ գիտելիքը այնքան հաճախ է իրեն հանդիպել, որ ուղղակի հեշտությամբ հնարավոր է վերարտադրել։ Նմանապես ինչպես մենք որոշ բանաստեղծություններ կարող ենք համարյա անգիր վերարտադրել կամ փոքր սխալներով, որոշը չնայած ընթերցել ենք եւ եթե մեզ հիշեցնեն մենք հիշենք, բայց չենք կարողանա ինքնուրույն արտաբերել։ Հիմա ինչ է անում ChatGPT-ն։ Այն ամեն պահին շարունակում է եղած տեքստը, ընտրում է լավագույն շարունակությունը, հաջորդ տառը կամ տառերի խումբը, որը լավագույնս կշարունակի եղած տեքստը։ Դա է իր հիմնական գործառույթը։ Փաստացի, երբ որ դուք հարց եք տալիս, այն շարունակում է ձեր հարցի տրամաբանական հետևությունը ձեր հարցի, որը հենց այդ պատասխանն է։ Եվ այն սովորեցրած է հարցերին պատասխանելուն։ Այն գիտի, թե որն է տրամաբանական շարունակությունը ցանկացած հարցի նման հարցադրման կամ հրահանգի նման հարցադրման համար։ Դա էլ նա սովորել է։ Իրեն սովորեցրել են բազմաթիվ փորձագետներ, որոնք իրեն տվել են օրինակներ, թե ինչպես է պետք պատասխանել այս կամ այն հարցերի, եւ այդ օրինակներից նա դուրս է բերել դարձյալ օրինաչափություններ, որոնց հիման վրա նա կարողանում է նմանատիպ հարցերին տալ լավ պատասխաններ։ Դրա հետ մեկտեղ արհեստական բանականությունը այսպիսի ունիվերսալ մտածող չէ, այն վիճակի չէ պատասխանել ցանկացած հարցին, որ դուք կտաք։ Նա կպատասխանի ձեր հարցին, բացի այն հարցերից, որոնց պատասխանները արգելված է, օրինակ ինչ որ զենքի արտադրման կամ նման բանի համար։ Նա ուղղակի կասի, որ չեմ կարող պատասխանել նման հարցին, կամ ինչ որ նուրբ, կոպիտ, միջմարտկային կամ միջպետական հարաբերությունների շուրջ, որոնք վտանգներ կարող են առաջացնել կամ հրահարել մարդկանց մեկը մյուսի դեմ։ Մնացած բոլոր դեպքերում նա
կտա պատասխան, բայց շատ հաճախ այդ պատասխանը ընդհանրապես որևէ առնչություն չունենա, որովհետև դարձյալ ChatGPT-ին կամ նման այլ համակարգերը եւ ChatGPT ասելով նկատի ունեմ ոչ միայն հենց այդ համակարգը, բայց նաեւ Claude AI-ը, Grok-ը, DeepSeek-ը եւ այլն։ Իրենք արդեն բավականին շատ են։ Երբ որ այդ համակարգը ստանում է որևէ հարցադրում, դարձյալ նա ուղղակի վիճակագրորեն շարում է բառեր, որոնք ելնելով իր տեսած բոլոր տեքստերի օրինաչափություններից լավագույն տարբերակն են պատասխանի եւ չգիտի արդյոք նա գիտի դա թե չգիտի, նա չունի իր գիտելիքի ինքնագիտակցություն։ Որոշակի արհեստական սահմանափակումներ դրված են այսօր այդ համակարգերը մշակողների կողմից, որպեսզի գոնե ամենաբացահայտ դեպքերում այդ համակարգերը բացարձակ սխալ բան չասեն։ Հիմա ես չեմ անդրադառնալու դա ինչպես է արվում, շատ հետաքրքիր լուծումներ են տրված, բայց դա միջևեջ լավ չի աշխատում։ Միևնույն է, պետք է հասկանանք, որ այդ համակարգերի տված պատասխանները, քանի որ իրենք վիճակագրական են, իրենք կարող են նաև սխալ լինել։ Դա պետք է ընկալել եւ գիտակցել։ Ուրեմն, երբ որ դուք սկսում եք որևէ chat այդ GPT համակարգի հետ, դուք մեկնարկում եք այսպես կոչված աշխատանքային հիշողությունը։ Այդ chat-ի պարունակությունը հենց այն տեքստն է, որը համակարգը անդադ շարունակելու է, տալով ամենահավանական հաջորդ նշանը, առաջարկելով եւ տեղադրելով այդ տեքստի մեջ, երբ որ նա պատասխանում է ձեզ կամ շարունակում է իր սեփական միտքը։ Շատ հաճախ նման համակարգերը գրում են մի բան ոչ թե ձեզ համար, այլ հենց իրենց համար։ Եթե դուք իրեն պարտադրեք հակիրճ ներկայացնել մի բան եւ հետո հաջորդ քայլին խնդրեք իրեն հիմնվելով այդ նախորդի վրա անել ինչ-որ հետևություն, հավանականությունը, որ համակարգը կսխալվի, շատ ավելի բարձր է։ Որովհետեւ այդ հետևությունը անելիս նա հենվելու է շատ ավելի քիչ տեքստի վրա եւ հետեւաբար կարող է սխալվել ավելի մեծ հավանականությամբ։ Եթե դուք իրեն հնարավորություն եք տալիս երկար արտահայտվել, քննարկել ձեզ հետ այդ թեման, խորանալ, տարբեր կողմերից նայել, ապա ամփոփումը, եզրակացությունը կամ մտքի շարունակությունը շատ ավելի որակյալ կլինի։ Այսպիսով, եթե դուք ուզում եք ստանալ որակյալ արդյունք, ժամանակ ծախսեք եւ զբաղվեք համակարգի հետ թեմայով։ Ուղղակի 0-ից մի պահանջեք ամբողջական արդյունք հենց սկզբից։ Առավել եւս եթե ձեր պահանջը շատ կարճ է գրված, հավանականությունը, որ դուք ստանաք մակերեսային եւ կամ ոչ շատ լավ կամ ոչ բավարար հետաքրքիր բովանդակային պատասխան բավականին բարձր է։ Եթե դուք իրենց ուզում եք մի բան, որը քիչ թե շատ հասկանալի եւ ճանաչված բան է, օրինակ դասապլան։ Դասապլաններ կազմում են աշխարհում տասնյակ հազարավոր, 100 հազարավոր, միլիոնավոր ուսուցիչներ։ Եվ դա սովորական տարածված փաստաթուղթ է։ Բնականաբար, արհեստական բանականությունը դրա մասին լիքը բան գիտի։ Բնականաբար պետք չէ շատ խորանալ դասապլանի քննարկման մեջ, որպեսզի այն դուրս բերի բավականին որակյալ դասապլան։ Սակայն, եթե դուք իրեն չտաք բավարար ուղղորդում, իր ստեղծած դասապլանը կլինի շատ ընդհանրական եւ կարող է չվերաբերի ձեր դասարանին, ձեր խնդրին, ձեր առաջնահերթություններին։ Եվ այստեղ, եթե դուք ուզում եք օրինակ ստանալ համակարգից, արհեստական բանականության համակարգից, լավ, որակյալ, հետաքրքիր, բովանդակային դասապլան, որով դուք իսկապես կաշխատեք, դարձյալ դուք պետք է ունենաք բավականին ծավալուն հրահանգ։ Սկսեք հրահանգը նրանից, որ ասեք համակարգին, որ այն ձեր, այսինքն ուսուցչի օգնական է, որը փորձառու է եւ լավ է գրում դասապլաններ։ Ինչու է սա կարեւոր։ Արհեստական բանականությունը չունի պերսոնա, չունի ինքնություն։ Նա չգիտի նա ով է։ Նա ընդհանրապես ես ով եմ հասկացության պատասխան չունի։ Հետեւաբար ինչ դուք իրեն վերագրեք, այնն էլ նա կլինի։ Հետաքրքիր կերպով եթե դուք իրեն ուղղակի հրահանգ տաք, նա մի կերպ կարձագանքի։ Եթե դուք իրեն ասեք, որ նա այդ ոլորտի մասնագետ է եւ
լավ գիտի այդ ոլորտը եւ ի վիճակի է պատրաստել որակյալ նյութեր եւ այլն, եւ հետո տակ նույն հրահանգը իր պատասխանը կլինի շատ ավելի որակյալ։ Կարող եք փորձել, ես բազմիցս փորձել եմ։ Այսպեսով դուք սկսում եք նրանից, որ դուք ասում եք, որ դուք լավ ուսուցչի օգնական եք, բարի, հոգատար, ով կարողանում է արդյունավետ կերպով գրել դասապլաններ։ Ահա։ Հաջորդիվ դուք գրում եք, որ խնդրում եմ կազմել դասապլան, բայց դրանից առաջ խնդրում եմ հարցնել օգտատիրոջը, թե ինչ թեմա է, քանի աշակերտ կա դասարանում, որ դասարանն է, ասենք, որ տարիքային խումբն է, եւ արդյոք երեխաները ինչ-որ բան գիտեն այդ առարկայի, այդ թեմայի շուրջ, արդեն թե իրենք առաջին անգամն է թեմային հանդիպում։ Հետո կարելի է հարցնել, ինչ կարողությունների խմբեր կան դասարանում, արդյոք կան ներառական երեխաներ, եւ ոչ թե դա այն հարցերն են, որ դուք իրեն հրահանգում եք, որ երբ որ այդ հրանգը կատարի համակարգը, ձեզ հարցնի, դուք ասում եք ինձ հարցրու, ես կպատասխանեմ։ Ինչու է սա լավ, որովհետեւ այդ դեպքում դուք մի անգամ գրում եք այդ հրահանգը, հիշում եք այն միտեղ եւ կարող եք վերաօգտագործել ամեն անգամ տարբեր թեմաների շուրջ, տարբեր դասարանների դեպքում, տարբեր պարագաներում եւ քանի որ այդ փոփոխականները համակարգը ամեն անգամ ձեզանից հարցնելու է, դուք ամեն անգամ տարբեր պատասխաններ տալով կստանաք ձեր կոնկրետ դասի համար պատրաստի դասապլան։ Եվս մի բան շատ է օգնում, եթե դուք ունեք լավ օրինակ դասապլանի, որ ասենք ձեր դպրոցում ընդունված է կամ դուք գործընկերներով որոշել եք, որ դա իսկապես շատ լավ դասապլան է։ Տվեք այդ օրինակը իրեն որպես օրինակ։ Ասեք, կազմիր այս դասապլանի ընդհանուր նմանությամբ, պահպանելով ձևաչափը, պահպանելով տրամաբանությունը եւ այլն։ Արհեստական բանականության համակարգերը շատ լավ են դուրս բերում օրինաչափություններ եւ կարողանում են շատ լավ նմանացնել իրենց արածը նրան, ինչ որ դուք իրենց տվել եք։ Եվ այդ դեպքում էլ իրենք շատ բան այդտեղից կքաղեն, առաջնահերթորեն հենց գոնե ձևը։ Դուք ստանաք ձեր դպրոցում ընդունված ձևին համապատասխան դասապլան։ Այդ ֆայլը, օրինակ, Word-ի կամ անգամ PDF դուք կարող եք ուղղակի կցել ձեր հրահանգին եւ համակարգը դա կօգտագործի։ Եթե դուք ինչ-որ դրանով հետո դուք կարող եք գրել, թե ել ինչ հավելյալ պահանջներ դուք ունեք, դասապլանի դա ձեր որոշումն է, կարող եք փորձել տարբեր բաներ տեսնել, ինչպես արձագանքում համակարգը, անպայման ավելացրեք, որ հարցրու ինձ, արդյոք ես բավարարված եմ եւ արդյոք ես չեմ ուզում որոշ փոփոխություններ մտցնել։ Այդ դեպքում համակարգը հարցնի, դուք կնայեք, կասեք բավարարված եք թե ոչ, երբ որ նա ձեզ ցույց տա վերջնական տարբերակը, նա ինչ-որ բան կլրացնի, կփոխի, երբեք մի բավարարվեք արդյունքով, որ դուք ստացել եք, եթե ինչ-որ բան ձեր դուրը չի գալիս։ Շատ ավելի հեշտ է համակարգի հետ համագործակցելով ստանալ արդյունք, քան հետո նստել ինքնուրույն շարունակել, ձեզ կարող է թվալ, որ երկրորդը ավելի պարզ է եւ ավելի հասկանալի, բայց ժամանակի առումով դուք շատ ավելի ժամանակ եւ ջանք գործադրեք ուղղակի խմբագրելով տեքստը, քան եթե դուք հրահանգեք համակարգին եւ այն դա անի ձեր փոխարեն։ Սա այն օրինակներից մեկն է, ինչ կարելի է անել արհեստական բանականության միջոցով, բայց մի սահմանափակվեք այս օրինակով։ Երկրորդ ոլորտը, որը բավականին ծավալուն է, որում արհեստական բանականության գիտելիքները կարող են ձեզ շատ մեծ օգնություն բերել, դա երեխաների հոգեբանությունն է։ Բանն այն է, որ այդ համակարգը չգիտի կոնկրետ ամեն երեխային եւ չէր կարող իմանալ։ Եվ դուք էլ կարող եք բավարար գիտելիք չունենաք երեխայի ազնային առանձնահատկությունների շուրջ, քանի որ իրեն ամեն րոպե չեք տեսնում։ Սակայն ընդհանուր օրինաչափությունները, ու նորից լսեցիք օրինաչափություն բառը, արհեստական բանականությունը շատ լավ է օրինաչափություններ դուրս բերելիս։ Այդ ընդհանուր օրինաչափությունները հոգեբանական համակարգին շատ ավելի հասանելի են, քան անգամ ձեր քաղաքի լավագույն հոգեբանների, եթե դարձյալ այդ լավագույն հոգեբանը կարող է շատ լավ լինել կոնկրետ մարդու հետ աշխատելիս, բայց ընդհանուր օրինաչափությունները, այդ ամբողջ դաշտը հոգեբանության համակարգը գիտի շատ լավ։ Դա ինչ է նշանակում, եթե դուք ունեք որևէ խնդիր որևէ երեխայի հետ եւ դուք ուզում եք հասկանալ, թե ինչ կարելի է անել սկզբունքայինորեն այդ խնդիրը լուծելու համար, դուք կարող եք դիմել արհեստական բանականության եւ դարձյալ դուք կարող եք ունենալ պատրաստի
հրահանգ, որ մի անգամ փորձարկում եք մի երեխայի վրա, տեսնում եք, որ դա աշխատեց, եւ հետո պահում եք ձեզ մոտ եւ շարունակաբար կիրառում եք ամեն անգամ խնդրելով, որ համակարգը ճշտի այն, ասենք, վարքային առանձնահատկությունները կամ այն իրավիճակները, որ առաջացել են, որ դուք նկարագրեք եւ դրա դիմաց համակարգը ձեզ տա մի ինչ-որ առաջարկների ցանկ, թե ինչ կարելի անել այդ դեպքում։ Հավատացեք, շատ հաճախ դուք կստանաք 5-6 կետ, որոնցից 2-3-ը հաստատ կլինեն ձեզ համար նոր եւ խելամիտ, եւ դուք դրանք կիրառելով կարող եք հասնել արդյունքի։ Սա վերաբերում է եւ առանձին երեխաների եւ դասարանների հետ աշխատանքին, եթե ասենք դասարանի կառավարման խնդիր կա, դարձյալ օգտագործեք արհեստական բանականությունը, այն ձեզ շատ կօգնի։ Ամփոփելով ասածս, արհեստական բանականությունը կարող է լավ չաշխատել այն դեպքերում, երբ որ կան եզակի իրավիճակներ կամ երբ որ այն ինչ նա պետք է առաջարկի ձեզ յուրահատուկ է, վերաբերում է հենց կոնկրետ իրավիճակին, որտեղ կան բարդ նրբություններ, հազար մի բան, այդ ամենը իրեն ասել կամ փոխանցել շատ դժվար է եւ փաստ չէ, որ այդ ամենը ստանալով նա ամենախելամիտ առաջարկը կանի։ Սակայն եթե դուք գործ ունեք մի ինչ-որ իրավիճակի կամ իրավիճակների կամ երևույթների հետ, որոնք օրինաչափ են, որոնք լինում են հաճախ, այդ դեպքում արհեստական բանականությունը շատ եւ շատ արդյունավետ է։ Եվ վերջին խորհուրդը, որ դες ուզում եմ տալ, օգտագործեք այն նաեւ որպես ձեր անձնական խորհրդատու։ Լինում են դեպքեր, երբ որ ձեզ դժվար է, երբ որ դուք ունեք ինչ-որ մտահոգություններ կամ խնդիրներ եւ ուզում եք կիսվեք որպես ուսուցիչ, որպես մասնագետ եւ ստանաք խորհուրդներ։ Շատ լավ է դիմել այդ համակարգին, այն այնքան բան գիտի նրա մասին, թե ինչ դժվարություններ ունեն ուսուցիչները իրենց աշխատանքում եւ հավատացեք, այդ դժվարությունները նույնն են եւ Հայաստանում եւ Ամերիկայում եւ Հնդկաստանում, որ կարող եք ստանալ իրենից նաեւ բավականին աջակցություն։ Եղեք ստեղծագործ արհեստական բանականության հետ աշխատելիս։ Դարձրեք իրեն ձեր լավագույն օգնականը։ Ուսուցչի աշխատանքը բավականին ծանր է։ Մենք բոլորս գերծանրաբեռնված ենք որպես ուսուցիչներ։ Երբ որ դու ունես օգնական, որ թեթևացնում է քո աշխատանքը, դու ունես ավելի շատ ժամանակ, որպեսզի ավելի ստեղծագործող լինես, կամ զբաղվես քո ընտանիքով, քեզանով, անես մի բան, բացի աշխատանքային քո կարիքներից։ Եվ արհեստական բանականությունը, չնայած այն ստեղծում է բազմաթիվ խնդիրներ կրթության մեջ, եւ դրան միգուցե մենք մի ինչ-որ բանի կանդրադառնանք, նաեւ շատ լավ գործիք է հենց ուսուցիչների համար, որպեսզի իրենց աշխատանքը հեշտանա եւ իրենք դառնան ավելի արդյունավետ։ Մաղթում եմ ձեզ օգտակար կիրառում արհեստական բանականության եւ հուսամ, որ այս խորհուրդները ձեզ համար օգտակար կլինեն։